Ինչու է Նիկոլ Փաշինյանի նրա կնոջ կողմից թիրախավորվում հայ առաքելական եկեղեցին, հոգևորականները, արդեն նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Եկեղեցուն ոչ մի անգամ պետք չի թիրախավորել, ոչ մի անգամ։ Ոնց կարելի է հավատը կորցնել եկեղեցու նկատմամբ։ Ինչքան դեպքեր եղել պատմությունից, որ հատկապես եկեղեցին է պահել ժողովրդին, հայությանը, լեզուն, ազգը, գրականությունը, հիմնականում բնակչությունը, ժողովուրդը միշտ եկեղեցու հետ համատեղ է եղել։ Որ մեր կառավարությունը բառապաշարը պետք է ճիշտ ընտրի, այդ դրա հետ համաձայն եմ։ Բառապաշարը վայել չի, բայց եկեղեցին ահավոր վիճակում։ Գիտեք, ես կարծում եմ, որ մեր եկեղեցին է, մեր առաքելական եկեղեցին է, մենք մեր հարգանքը պետք է պահենք եկեղեցու նկատմամբ, դա իմ կարծիքն է։ Մեզ չի սազում այդ վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։ Եվ եկեղեցին է թիրախավորված եւ հայրենիքն է թիրախավորված եւ ամբողջ ազնագազմն է թիրախավորված։ Մենք այսօր չենք հասկանում ով է ճիշտ, ով է սխալ։ Դեռ չենք կարողանում, մեկը չկա, որ բռունցքը խփի ու ասի հայրենիք է սա, ուրիշ ոչ մի բան բասեք, ես, դու, նա, միացեք իրար, մեր բոլոր երեխաներն են վտանգի տակ, մենք արդեն ապրել ենք, բայց մեր երեխաները ուղղակի ափսոսում եմ, որ այս հրաշք երեխաները ճակատագիրը չգիտես ոնց պետք է դասավորվի, իսկ եկեղեցու համար, այո, եկեղեցին էլ է անցել քաղաքականության մեջ, տեսնում ենք, լսում ենք, թող ամեն մեկ մարդ իր աշխատանքը կատարի եւ սիրի հայրենիքը, սա մեր հայրենիքն է, ուրիշ ոչ մեկը մեզ չի պաշտպանի։ Նախ պետք է եկեղեցին իր տեղում լինի, պետությունը իր տեղում։ Եթե եկեղեցին ու պետությունը իրար հետ չեն համագործակցում, դա մեկ այլ խնդիր է։ Իսկ թե կառավարությունը եկեղեցու հետ իշխանություններ է լուծում, դա արդեն ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Իշխանությունը գալատ է անում, եկեղեցուն աղավաղում է, իշխանություն ինքը աղավաղված է, նրա մասին ինչ խոսալ։ Ես նրանց մասին ոչ ուզում եմ խոսալ, ոչ ուզում եմ նրանց էլ ինչ-որ բան ասել, բայց մեր սրբությանը թող ձեռ չտա, չի օգնի, վերջը մի օր դրա տեղը կհանենք մենք։ Սա է իմ ասածը, ավել չունեմ ասելու։ Իսկ ինչ վերաբերվում է մեր ժողովրդին պետք է խելքի գան, հասկանան, ինչ է կատարում եւ դուրս գան համախմբեն ոտքի կանգնեն։ Սա է մեր պահպանման միջոցը, մեր հայրենիքը։ Շատ վատ, որովհետեւ եթե արդեն հասնում է գործը դեպի եկեղեցիները, վանահայրերը, տերհայրերը, հոգևորականները, սա ամեն ինչի մեջքի հետևում ուղղակի չար է կանգնած, չար։ Ինքը չուզող մարդ է, ինքը ուզում է քրիստոնեությունից մեզ զրկի, հավատքից, կրոնից, չգիտեմ, շուտով կասի խաչը մի ընդունեք, նմանատիպ բաներ։ Ես շատ բացասական արձագանք եմ տալիս ու ամեն ինչը թողնում եմ Աստծո վրա։